Ինչ է հիվանդությունը։ Շատերին հուզող հետաքրքրող հարց է եւ ամբողջ մարդկությանը դարեր շարունակ իհարկե հետաքրքրել է, թե ինչպես է առաջ եկել հիվանդությունը։ Շատերը կարծում են պատիժ է հիվանդությունը Աստծուց տրված կամ այլ կրոնների մեջ գերբնական ուժերի կողմից տրված պատիժ է։ Շատերը կարծում են ճիշտ հակառակը մաքրագործվելու միջոց է, բայց պետք է հասկանանք, թե քրիստոնեական ընկալումով մեր քրիստոնեության մեջ հիվանդության ընկալումը իրականում որն է։ Եթե ի սկզբանե նայենք Աստվածաշնչի ծննդոց գրքից, Աստված կատարյալ էր ստեղծել ամեն ինչ։ Եվ կատարյալ էր ստեղծել նաև մարդուն, Ադամին, եւ դրել էր մի կատարյալ պարտեզում, որտեղ չկար մեղ, չկար հիվանդություն եւ չէր կարող լինել հիվանդություն։ Եվ մարդու մեղքի պատճառով, ադամական մեղքի անգումով անիծվում է այն երկիրը, որտեղ որ արդեն դրախտից վդարվում են Ադամը ու Եվան իրենց մեղսագործության պատճառով, եւ կամաց իհարկե առաջ են գալիս նաեւ հիվանդությունները։ Բազմաթիվ իհարկե վիճաբանությունների տեղի կարող են տալ այս հարցերը, բայց ընդհանուր ըմբռնումը սա է, որ այո, երբ որ մարդը ժառանգեց արդեն մահը, նաև գենետիկական փոփոխություն տեղի ունեցավ մարդու մեջ եւ այն մարդը, կատարյալ մարդը, որ չէր կարող ունենալ հիվանդություն, իր մեջ սկսեցին առաջ գալ տարբեր հիվանդություններ։ Բայց մենք պետք է ի սկզբանե մերժենք այն մոտեցումը, որ միմիայն հիվանդությունը պատիժ է, մեղքի արդյունք է, սա սխալ ըմբռնում է եւ քրիստոնեական տեսանկյունից մերժելի է եւ լավագույն հատվածը, որ կարող ենք Սուրբ Գրքից մեջ բերել, հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են։ Եկեք նայենք Հովաննու ավետարանի 9-րդ գլխի մեջ, երրորդ համարը եկեք տեսնենք։ Հիսուս պատասխանեց. ոչ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծո գործերը հայտնի լինեն։ Ինչ իրավիճակի մեջ այս պատասխանը տվեց Հիսուս Քրիստոս, մի քիչ վերև գնանք, ընթերցենք, եւ մինչ անցնում էր ի ծնե կույր մի մարդու տեսավ։ Նրա աշակերտները հարցրեցին. Ռաբբի, մեղքն ումն է, որ կույր է ծնվել, սրանն է, թե իր հորն ու մորը։ Տեսեք, աշակերտները հրեական մտածելակերպով, հրեական պատկերացումներով Հիսուս Քրիստոսին այս հարցը տալիս էին, քանի որ իրենց մոտ կար այդ ընկալումը, որ եթե ի ծնե կույր է, ուրեմն կամ իր մեղքը, եթե չէ, ուրեմն հորն ու մոր մեղքի պատասխանն է ժառանգական, եւ Հիսուս Քրիստոս տալիս է այս պատասխանը, որ ոչ նրա մեղքն է եւ ոչ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի այդ հիվանդության միջոցով, որ քիչ հետո պետք է Տեր Հիսուս Քրիստոս բժշկեր եւ հրաշքով ցույց տար Աստծո փառքը, որպեսզի Աստծո փառքը հայտնի լինի։ Ուրեմն մենք այստեղ տեսնում ենք, որ ի ծնե կույր մարդը ինքը մեղք չուներ եւ մեղքի արդյունք չէր իր հիվանդությունը։ Ես խոսեցի այն մասին, որ հիվանդությունը ի սկզբանե դրախտում չկար, բայց ադամական մեղքի հավաքական մարդկության մեղքի արդյունքում այո աշխարհում եղան հիվանդություններ, եղան պատուհասներ, արհավիրքներ, բայց սա ընդհանրական մեղքի արդյունքն է, անհատները չեն պատճառը, իսկ անհատները կարող են այդ ամբողջ մեղքի մեջ հետևանքները իրենց վրա ունենալ, թե սրբեր, թե արդարներ, թե մեղավորներ, յուրաքանչյուրը կարող է հիվանդության կրողը լինել։ Սա է քրիստոնեության պատասխանը։ Տեր այր, այսինքն այստեղից կարող ենք հետևություն անել, որ հիվանդությունը նաև փրկության ճանապարհ է դառնում հոգու համար, հա։ Քրիստոնեության մեջ առավելաբար այդ ընկալումը ավելի շատ է, քան հակառակ ընկալումը, որ ունեին աշակերտները, Հիսուս Քրիստոսին այս հարցը տվողները, որ հիվանդությունը պարտադիր պետք է լիներ որևիցե մեղքի պատասխան պատիժ։ Քրիստոնեության մեջ
Հիսուս Քրիստոսի այս ուսմունքով եւ հետագայում արդեն աշակերտներն են զարգացնում եւ սրբերը եկեղեցու հայրերը, որ հաճախ հիվանդությունը հենց փրկagorցության ճանապարհի սկիզբը կարող է դառնալ եւ շատ մենք գիտենք եկեղեցու պատմության մեջ շատ սրբերի, շատ եկեղեցու հայրերի, որ թե մարմնավոր, թե հոգևոր հիվանդություններով են, որ սկիզբ է դրվել իրենց դարձի ճանապարհը։ Պողոս առաքյալը հենց ինքը վկայում է, որ ունի հիվանդություն։ Կորինթացիներին գրված երկրորդ նամակի մեջ ասում է. «Ինձ տրվեց մարմնի մի փուշ, որպեսզի ես չհպարտանամ, չգոռոզանամ»։ Առաքյալը ինքը, որ բազմաթիվ հիվանդների հրաշագործ բժշկություններ էր կատարում եւ ուներ աստվածային այդ զորությունը բժշկել յուրաքանչյուր հիվանդություն, ինքը ուներ հիվանդություն, վկայում է այդ մասին առաքյալը, որպեսզի չհպարտանա։ Եվ հաճախ հիվանդությունը կարող է կարծես թե մի զսպա շապիկ լինել։ Հիվանդությունը կարող է յուրաքանչյուր քրիստոնյայի համար չհպարտանալու համար եւ անընդհատ իր մեղավոր գիտակցության մեջ լինելու համար, տկար լինելու համար, որպեսզի հասկանա իր տկարությունը, իր մարդ արարած լինելու տկարությունը եւ ավելի շատ աղոթքով լինի Աստծո հետ։ Մարդիկ, որ հավատքի մեջ կայացած չեն, տկար են, աթեիստական գաղափարներ ունեն, ասում են, դե 3-4 դարի վերած վկայությունները այդքան էլ վստահելի չեն։ Եվ ահա ցույց ենք տալիս Ահավասի 20-րդ դարում ապրած հռչակավոր սուրբեր, որ իրենք բազմաթիվ, հարյուրավոր, հազարավոր բժշկություններ են կատարել։ Հիսուս Քրիստոսի ավետարանական այս խոսքը եւս մեկ անգամ հռչակել են, որպեսզի հիվանդության միջոցով երևար Աստծո փառքը, բայց իրենք հիվանդ են եղել։ Օրինակ այդպիսի սուրբերից է Սուրբ Պայսիոս Աթոսացին, հռչակավոր սուրբը հույն, որ Հունաստանի այդ Աթոսի լեռան վանքերում է ճկնել, ապրել, աղոթել, երիտասարդ տղամարդ է գալիս վանք հերթական անգամ եւ խնդրում ու աղաչում է, որ սիրելի հայր, ես քաղցկեղ ունեմ, անբուժելի եւ բժիշկները այլևս կյանք չեն տալիս, բայց ունեմ երեխաներ, ունեմ ընտանիք եւ չեմ ուզում թողնել ընտանիքը այսպես երեխաներին որբ եւ ընտանիք անօգնական, խնդրում եմ բժշկիր ինձ եւ գնում է առանձնանում է իր խցում հայր Պայսիոսը եւ ինչ է խնդրում Տիրոջը, ասում է Տեր Հիսուս Քրիստոս, վերցրա այդ տղայից այդ հիվանդությունը, քաղցկեղը եւ ինձ տուր։ Բուժվում է երիտասարդ տղան, բուժվում է քաղցկեղից հրաշալի կերպով, ինչպես շատերն էին բուժվել իր աղոթքներով, բայց ինքը մինչեւ իր կյանքի վերջին րոպեն այդ հիվանդության մեջ է լինում եւ այդ հիվանդությունը, որ հեռանում է այս աշխարհից, այդ ցավերը կրելով շարունակում է փառաբանել Տիրոջը։ Կարող ենք նաեւ վկայակոչել ընդհանուր եկեղեցու ամենահռչակավոր քարոզիչներից մեկին, Սուրբ Հովան Ոսկեբերանին, նույնպես ուներ հիվանդություն, իր կյանքի վերջի տարիներին անբուժելի հիվանդություն եւ ինչ է ասում հիվանդության մեջ, ասում է փառք քեզ Աստված, փառք քեզ, ամեն ինչի համար փառք քեզ։ Իր հիվանդության մեջ եւ իր հիվանդությունով հանդերձ հռչակավոր մեծագույն Սուրբը փառք է տալիս Տիրոջը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ հիվանդությունը այս պարագայում երբևիցե չի կարող պատիժ լինել, քանի որ այս Սուրբը չէր կարող պատիժ ունենալ։ Կան քրիստոնեական ուղղություններ, ցավոք սրտի պետք է ասենք, որ իրենց քարոզչության մեջ տեղ է գտնում այս սխալ ոչ քրիստոնեական վարդապետությունը, որ յուրաքանչյուր քրիստոնյա, որ դարձի է գալիս, ընդունում է Հիսուս Քրիստոսին Տեր եւ Փրկիչ, ինքը անպայման պետք է բուժվի յուրաքանչյուր հիվանդությունից, առողջ պետք է լինի, քանի որ հիվանդությունը դա համարվում է մեղքի արդյունք, մեղքի պատիժ, պետք է իրենց անդամները բոլորը բժշկված լինեն, բայց ճշմարիտ քրիստոնեությունը այդպիսին չէ։ Մենք տեսնում ենք գրեթե բոլոր սրբերը ունենում են կամ նահատակություն, կամ հիվանդություն, կամ տկարություն, բայց շարունակում են ցույց տալ Աստծո փառքը։ Իսկ կարող է մեղքը հիվանդության պատճառ դառնալ։
Մենք խոսեցինք այդ մասին, որ հիվանդության պատճառ ի սկզբանե այո, մեղքն էր, ընդհանրական մեղքն էր, ադամական մեղքն էր, որով այս աշխարհը անիծվեց եւ հիվանդությունները մուտք գործեցին աշխարհ եւ պատուհասները եւ արհավիրքները։ Այո, մեղքն է ի սկզբանե պատճառ հիվանդության, բայց պետք չէ ընդհանրական մեղքը, որի արդյունքում այս աշխարհը լի է հիվանդություններով, առանձնացնել, որ յուրաքանչյուր մեկը, որ հիվանդ է, ինչ որ մեղքի հետևանքով է հիվանդ։ Դա մենք փաստեցինք սրբերի կյանքով եւ վկայությունով, որ սուրբ մարդիկ, որ այնքան սրբության աստիճանի էին հասել, արդեն որ իրենք էին բժշկում հիվանդություններ, բայց ունեին հիվանդություն։ Այստեղ տեսնում ենք, որ այս աշխարհն է պարզապես մեղքի մեջ, որի մեջ ապրում է յուրաքանչյուրը, ինչպես անձրևը գալիս է յուրաքանչյուրի վրա, կարկուտը գալիս է յուրաքանչյուրի վրա եւ արևը ջերմացնում է յուրաքանչյուրին։ Այդպես էլ հիվանդությունը եւ բժշկությունը, եւ լավ օրերը եւ վատ օրերը սփռվում են յուրաքանչյուր, անկախ նրանից մեղքի կրող են թե մեղքի կրող չեն։ Այլապես բոլոր քրիստոնյաները ճշմարիտ պետք է ազատված լինեին հիվանդություններից, բայց մենք սխալ մեղադրանք կարող ենք ունենալ, ինչ որ մեկի հասցեին, որ օրինակ համավարակի ժամանակ մահացավ, ոմանք չմահացան, շարունակեցին ապրել, գուցե ոմանց համար տրվեց ժամանակ ապաշխարության, ոմանք մահացան գուցե իրենց ապաշխարության մեջ։ Մարդու հոգին հիվանդանում է։ Ինչպես կան մարմնավոր հիվանդություններ, իհարկե նաև կան հոգևոր հիվանդություններ։ Աստվածաշունչն ասում է, որ մեղքի վարձքը մահն է։ Խոսքը ֆիզիկական մահվան մասին չէ, այլ հոգևոր մահվան մասին է, երբ որ մարդու հոգին հիվանդ է, այսինքն մեղքերի մեջ է եւ այդ մեղքի մեջ էլ մնում է, հարատևում է մեղքի մեջ, սա արդեն հոգևոր հիվանդություն է։ Եվ բոլոր տեսակի մեղքերը, որ մենք թվարկում ենք եւ ամեն կիրակի ծունկի եկած ապաշխարությամբ զղջումով խոստովանում ենք, հատկապես 7 մահացու մեղքերը, սրանք հոգևոր հիվանդություններ են։ Հպարտություն, նախանձ, բարկություն։ Այս հոգևոր հիվանդությունները կարող են անդրադարձ կատարել մարմնավոր հիվանդության։ Անշուշտ փոխկապակցված են։ Հոգևոր հիվանդությունները նույնպես բնականաբար կարող են մարմնավոր հիվանդության պատճառ լինել։ Եվ ճիշտ հակառակը, կարող է մարմնավոր բժշկությունը, մարդու առողջացումը նախ եւ առաջ լինել հոգևոր առողջացման հիմքում։ Այս մասին խոսում են նաև գիտականորեն ապացուցված տարբեր բժիշկներ, հոգեբաններ ոչ քրիստոնեական ընկալումով։ Գիտականորեն այսպիսի վարքազներ, այսպիսի առողջացման ուղղություններ կան, որ մարդը ինքնագիտակցության միջոցով է սկսում բժշկվել յուրաքանչյուր հիվանդությունից։ Այս աշխարհի վրա բոլոր հիվանդություններին կա բժշկություն, պարզապես գուցե մարդկությունը ամբողջությամբ չի տիրապետում, բայց նախ եւ առաջ հիմքը հոգևորն է։ Սրբերը ունենալով այդ գիտությունը, ունենալով այդ ամբողջական իմաստությունը բժշկվելու, այնուամենայնիվ կատարելապես հոգեպես մաքրվելով, սրբության աստիճան հասնելով, մարմնով շարունակում էին մնալ հիվանդ եւ իրենց մարմնի համար երբեք բժշկություն չէին հայցում Տիրոջից։ Յուրաքանչյուր մեկի համար հայցում էին Սուրբ Նեկտարիոսը, եւս 20-րդ դարի սրբերից մեկը։ Հիվանդասենյակում իր վերջի օրերը քաղցկեղով հիվանդ մահճում երբևիցե չէր աղոթում իր իսկ բժշկության համար, բայց կողքի մահճակալին պառկած մահամերձ մեկի համար աղոթեց եւ անմիջապես բժշկվեց մահամերձը։ Ինչպես պայքարել անբուժելի հիվանդության դեմ։ Յուրաքանչյուր քրիստոնյա, եթե նույնիսկ անբուժելի հիվանդություն է ձեռք բերել, պետք է պայքարի իր իսկ մեջ հավատքը արթնացնելով։ Ինչպես էր Հիսուս Քրիստոս կատարում բժշկությունները, ինչ էր հաճախ ասում։ Ասում էր՝ քո հավատքը քեզ հրկեց։
յուրաքանչյուրի մեջ իր աստվածային զորությամբ, ամբողջ էությամբ Տեր Հիսուս տեսնում էր կենտանի հավատքը, որ տվյալ մարդ հավատում է իր բժշկությանը եւ հետո նոր իր աստվածային զորությամբ տալիս էր բժշկություն։ Ոչ մեկին առանց իր հավատի Հիսուս Քրիստոս չէր բժշկում կամ պարտադրաբար չէր բժշկում։ Այսինքն անբուժելի հիվանդության բժշկությունը նախ եւ առաջ սկսվում է մարդու ներսում հավատքով։ Բժիշկները կասեն ինքնագիտակցությունով կամ այլ եզրեր կօգտագործեն, բժշկական մենք ասում ենք քրիստոնյաներս ասում ենք կենտանի հավատքով առ Աստված, եւ հետո նոր արդեն բժշկական միջոցներով կլինեն բուսական, կլինեն քիմիական դեղամիջոցներ, բայց նախ եւ առաջ բժշկությունը տեղի ունենում մարդու հոգու մեջ։ Նախ եւ առաջ հոգեպես մարդ պետք է բժշկվի։ Եղել են արդյոք հրաշքով բժշկություններ։ Այո, եղել են։ Հերթական անգամ մենք փառք ենք տվել Տիրոջը, հատկապես Սառն աղբյուրում, քանի որ ունենք Գրիգոր Լուսավորչի քարայրը ճգնատեղին, որտեղից հոսում է այն ջուրը, որը համարվում է բժշկարար եւ հարյուրավոր, հազարավոր հիվանդ մարդիկ են այցելում այստեղ Գրիգոր Լուսավորչի քարայր, այդ իսկ պատճառով մենք մեր աչքով տեսել ենք այդ կենտանի վկայությունները, տեսել ենք մարդկանց կյանքի պատմություններ, ինչպես են նույնիսկ ամենաանբուժելի հիվանդություններից այստեղ եկել վերջի աստիճանի հասած քաղցկեղով գալիս է մարդ, որ բժիշկները այլևս ոչ մի հույս չեն տվել, բայց ինչ է ասում բժիշկներին, ասում է Աստծո խոսքն է, վերջինը եւ իհարկե առաջինը, եւ ես գնում եմ Աստծո սրբավայրը, Գրիգոր Լուսավորչի սրբավայրը եւ ես պետք է բժշկվեմ։ Տեսեք, մինչ գալը արդեն իսկ բժշկությունը տեղի է ունենում տվյալ անձի հոգում եւ ինչ է անում, ոչ միայն գալիս է լվացվելու, այլ գալիս է ծունգի եկած արդյունքները աչքերին, այսինքն զղջումով, ապաշխարումով, սուրբ հաղորդություն ճաշակելով, հետո նոր բժշկության աղոթք քահանայի կողմից եւ լվացվում է ջրով եւ անբուժելի քաղցկեղով հիվանդը 1 տարի անց կատարելապես առողջ է այն պարագայում, երբ որ բժիշկները 1 ամիս անգամ ժամանակ չէին տվել։ Եվ սա տեսնում ենք մենք, սա տեսնում է գյուղը։ Ու շատ այսպիսի պատմություններ, տեսնում ենք պատմություններ, երբ որ գալիս են որոշակի ախտորոշումով, նախնական, աղոթում են, վերադառնում են մի քանի օր անց կրկնակի ստուգման պարագայում տեսնում են, որ հերկվում է հիվանդությունը, այսինքն մենք հավատում ենք եւ վստահ ենք, որ ոչ թե սխալմունք էր եղել առաջի ախտորոշման ժամանակ, այլ պարզապես բժշկություն տեղի ունեցավ։ Տեր Տաթև, կարևոր է մեղքերի ազատագրումը բժշկության համար։ Միանշանակ։ Շատ բժշկություններ կան, որ մարդիկ տարբեր զանազան մարդկանց մոտ են գնում, կարծես թե սկզբնական շրջանում բժշկվում են, բայց այստեղ հիմքը մեղքերի ազատագրումը, հոգու մաքրագործումը եւ դեպի Աստված դարձը չէ, այլ տեսանելի ինչ որ բժշկություններ հաճախ կատարվում են, հաճախ այսպիսի բժշկություններ չարից են, չարի խաբկանքներ կարող է լինել նույնպես, առերևույթ բժշկություններ կարող են լինել, որոնք հետո ավելի վատ հիվանդությունների տեսքով կարող են վերադառնալ, որովհետև հոգու բժշկություն չի տեղի ունենում, զղջում, ապաշխարում եւ դարձ առ Աստված տեղի չի ունենում։ Իսկ ճշմարիտ քրիստոնեական բժշկությունները, ինչպես եւ ավետարանում, տեսնում ենք Հիսուս Քրիստոսի կողմից նրա առաքյալների եւ սրբերի նախ եւ առաջ մարդուն ուղղորդում էին դեպի Աստված, դեպի հոգեվոր փրկagorցություն։ Չէ որ Տերը չի ցանկանում մեր մարմինները ապրեն 100 տարի առողջ եւ բժշկված։ Տերը ցանկանում է, որ մենք հավիտենական փրկություն ձեռք բերենք, իրեն ճանաչենք, թեկուզ տկար եւ հիվանդ մարմնի մեջ։ Այսինքն պայքարը հոգու մեջ է։ Միանշանակ։ Տեր Տաթև, ինչ կասեք նարեկաբուժության մասին, Գրիգոր նարեկացու մասին։
Աստծուց ինչ մեծագույն շնոր է տրված, մեծագույն գանձ եւ նվեր է տրված ոչ միայն հայ ազգին, հայ եկեղեցուն որպես եկեղեցական ժառանգություն, այլ ամբողջ աշխարհին Գրիգոր Նարեկացին իր մահացյան ողբերգություն Նարեկ Մահացյանը, որ ամբողջությամբ հրաշագործ բժշկության մի աղբյուր է յուրաքանչյուր հավատացող քրիստոնյայի համար, Նարեկի աղոթքներով ինչքան բժշկություններ են տեղի ունեցել, միայն Տերը գիտի, միայն Աստված գիտի, թե հազարավոր մարդիկ ինչպես են զանազան անբուժելի հիվանդություններից բժշկվել Նարեկացու աղոթքներով։ Մենք ինքներս որպես հոգևոր սպասավորներ ծանր հիվանդություններով եկող մարդկանց վրա կարդում ենք Նարեկի գլուխներից, Նարեկացու աղոթքներով ենք խնդրում Տիրոջը բժշկություն եւ տեսնում ենք այդ զորությունը։ Ավետարանին զուգահեռ մենք տեսնում ենք մի մեծագույն գիրք, զորություն, որ Տերը պարգևել է եւ յուրաքանչյուրը կարող է օգտվել այդ պարգևից։ Տեր Տաթև, այ օրինակ ինչ որ մեկը եթե հիվանդ է, մայրը կամ հայրը կարելի է որ Նարեկ կարդան բժշկության համար։ Ես կասեի ցանկալի է, ոչ թե կարելի է, այլ նաև ցանկալի է, որ ոչ միայն տվյալ անձն է կարդում Նարեկ իր իսկ բժշկության համար, այլ կարդում են իր ընտանիքի անդամները։ Ամեն րոպե չի կարող ինքը իր կողքին ունենալ քահանա հոգևորական, որ իր համար ընթերցի քահանայական կարգով, բայց կարող են ընտանիքի անդամները, ինչպես Հակոբոս առաքյալն է խոսում Աստվածաշնչում, ասում է աղոթեք միմյանց համար եղբայրներ։ Թույլ է տալիս առաքյալը, որպեսզի քրիստոնյաները մեկը մյուսի համար առավել եւս ընտանիքի անդամները։ Թբիլիսիում, երբ որ մահամերձ պարկած էր մեր սիրելի եղբայրը քահանաներից ավտովթարի պատճառով, առաջին իսկ բանը, որի մտքով անցավ, վերակենդանացման բաժանմունքում եւ ոչ մեկից ներս չէին թողնում, որպեսզի նրա գլխավերևում աղոթք կարդայինք։ Բարեբախտաբար Տիրոջ կամքով բուժքույրը հայուհի եւ իր սանուհին էր Տեր հայրի եւ Նարեկ Մահացյանը փոխանցեցի, որ տանի տնի գլխի տակ պարզապես։ Եվ հետո սկսեցինք հեռակապով կարդալ քահանա եղբայրներով իր համար Նարեկ Մահացյան եւ հերթական անգամ կարդալու ժամանակ կողքի մահճակալներից մեկին շատ ծանր նույնպես բարկած վրաց մի պատանի երեխա աչքերը բացում է, արթնանում է Նարեկի ընթերցանության աղոթքի ժամանակ եւ վրացուին մեր հայ բուժքրոջ ասում է. խնդրում եմ հայ քահանաներին ասա թող շարունակեն այդ զորավոր գրքից նորից աղոթքներ կարդալ։